Բարի երեկո սիրելի հեռուստադիտող, մենք դարձյալ եթերում ենք, այսօր զրուցելու ենք երիտասարդ ընտանիքի հետ։ Երիտասարդների հետ, ովքեր յուրաքանչյուրն իր ասպարեզում դրսևորվելով, մնում է հավատարիմ իր սկզբունքներին և չի տրվում համընդհանուրին։ Համեցեք, զրույցն սկսված է։ Բարի երեկո, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար, հուսամ հետաքրքիր կլինի նաև ձեզ, ես գիտեմ, որ ինձ հետաքրքիր է լինելու, որովհետև երկու երիտասարդ, ովքեր տարիների ընթացքում դրսևորվելով, համընդհանուր շուկային առնչվելով, չեն կորցրել անհատականությունը, չեն կորցրել յուրահատկությունը, որակը, ճաշատը եւ մնացած բոլոր կարևոր հատկանիշները, կարծում եմ, որոնք պարտադիր եւ անհրաժեշտ են այսօրվա մեր իրականությանը եւ հատկապես երաժշտ արվեստին։ Միանգամից այնպես գեղեցիկ խոսքերով սկսեցիք, շնորհակալություն։ Ես կարծում եմ դեռ ավելին պետք է ասվեր ձեր մասին եւ ձեր աշխատանքի մասին, բայց հիմա խոսելով աշխատանքից արդեն կներկայացնենք առավել մանրամասն։ Գիտեմ, որ երկուսդ էլ չեք սիրում խոսել անձնականից, բայց քանի որ երկուսդ էլ երաժշտ արվեստում դրսևորվող եք, ես կարծում եմ, որ արժե մի փոքր նշել, ինչպիսին է եղել վերաբերմունքը նախքան մեկը մյուսին ճանաչելը։ Կարծում եմ առնչություն որպես երաժշտ արվեստի ներկայացուցիչներ այսպես թե այնպես ունեցել եք։ Գնահատականը որպես անհատականություններ եւ արդյոք մեկը մյուսին նկատել եւ մտապահել եք։ Դե, սկսեմ երևի ես։ Դե, Էման կարելի ասել ավելի ճանաչված է եղել իրա։ Չէ, ինչի համար ես ավելի շատ ոնց որ արտասահմանում ուրիշ գործունեությամբ եմ զբաղվում, Էման ստեղ Հայաստանում եւ դրսում էլ ինքը մի քիչ ավելի լայն մասանային ավելի ճանաչված է եղել, քան ես։ Դե բնականաբար ես էլ իրան ճանաչել եմ, տեսել եմ, նկատել եմ, միշտ հետաքրքրել է ինքը ինձ, միշտ ասած ինչ-որ անընդհատ անկյունից նայել եմ, կողքից նայել եմ, այնպես նկատել եմ։ Հետո որ սկսեցինք շփվել, դե մտածում էի ինչ ասեմ, ոնց սկսեմ էլ այդ ամեն ինչը ու որպես գոլեգաներ շփվում էինք, կամ երևի ես էի տենց ասում, որ ուղղակի գոլեգաներ ենք։ Հետո ամեն ինչ դե բնականաբար փոխվեց ու եղավ ինչ որ եղավ։ Որի արդյունքը նաև հրաշամանուկն է, որը հուսամ կշարունակի ձեր ընտրածուղին։ Շատ երաժշտական բալիկ ունենք, ինքը հələ չծնված արդեն երաժշտությունով հանգստանում էր կամ ավելի ակտիվանում էր։ Միշտ դրսևորել է տարբեր ժանրերի երաժշտություն լսելուց միշտ տարբեր արձագանք է տվել ու մինչև այսօր էլ։ Գիտեմ, որ դասականի սիրահար է։ Հա, դասական է շատ սիրում ու հենց հատուկ Բախ է սիրում ինքը, չգիտեմ ինչ ասենք։ Տարբեր դասական կոմպոզիտորների ստեղծագործություններ կարող եմ ասենք, ինքը մի քիչ sense բան է, բայց Բախի ժամանակ ինքը ինչ-որ կոնկրետ ձեռքի շարժումներ է անում, շատ հետաքրքիր է իմ համար։ Օրինակ դուդուկ չի սիրում, ջազ չի սիրում, բայց այս վերջերս ինչ-որ սկսեցի նվագել իր համար, ծիծաղում էր բաներ անում։ Մաման եւ պապան փաստորեն ուշադրությունից դուրս մնացին, բայց համաշխարհային դպրոցին անդրադարձը արդեն նկատելի է։ Իսկ ձեր կողմից ուշադրություն եղել է Էմանուելի հանդեպ։ Ասեմ։ Ասա։ Եթե ճիշտն ասեմ, ես չէի ճանաչում։ Եվ առհասարակ իրենից հետո է այդպես մի լայն էջ բացվել ինձ համար, ֆոլք երաժշտությունը, իբրև արդեն այդ ռիթմերը, դուդուկ գործիքը, որովհետև այսօր շատ են ասում է դրա մասին, բայց ես երի կրկնվեմ, որ շատ մատչելի է դարձել այդ գործիքը։ Ամենտեղ տեղին եւ ոչ տեղին սկսում են օգտագործում են եւ փաստորեն ինձ համար նոր էջ բացեց Էմանուելը իր գրելուց հետո ես անմիջապես իր անունը փնտրեցի Google-ում եւ լսեցի իր կատարումները իհարկե տպավորությունը շատ վառ էր որովհետեւ ինչ որ դասական ստեղծագործություններ լսեցի որը դուդուկի միջոցով էր նվագում շատ տարօրին շատ ուրիշ կերպ թվաց որովհետեւ մինչ այդ ես ուրիշ տեղ եմ ուրիշ ոճերում եմ ընկալում էր դուդուկի մասին մի խոսքով այդպես ինձ անդադար էր որ մենք գոլեգաներ ենք ու այդպես կամած սկսեցինք հանդիպել Իսկ այսօր այդ վերաբերմունքը, բացի այն, որ գեղեցիկ միավորում եք, որը ունի արդեն շարունակություն,
այդ կոլեգաներ հասկացությունը արդյոք պահպանվել է թե ոչ, ինչն նկատի ունեմ։ Որպես երաժիշտ յուրաքանչյուրդ ունեք ձեր ձևավորված ճաշակը եւ սկզբունքները։ Մեկը մյուսի երաժիշտ արվեստի ազատությունը չսահմանափակելու ունակությունը պահպանելը կարծում եմ բավականին դժվար եւ կարեւոր գործ է։ Այսինքն հակառակը օգնել եւ հնարավորություն տալ ինքնադրսևորման եւ ոչ սեփական ճաշակի թելադրման։ Այ դա կարողացել եք պահպանել։ Գիտեք, մենք երկուսս էլ ստեղծագործում ենք, ես էլ ունեմ իմ ստեղծագործությունները, հեղինակային Էմանել ունի։ Հեղինակ։ Հենց ասենք ծնվում է այդ ստեղծագործությունը, ոնց որ առաջի քննադատը մեկս մյուսի համար, հա, ոնց է բան տենց։ Այստեղ մի քիչ sense բան ու նենց շատ ես կարևորում եմ իր կարծիքը, կարծում եմ որ ինքն էլ է իմ կարծիքը շատ կարևորում ու հետո վերջում լավ բան է ստացվում։ Միշտ լավ բան է ստացվում։ Շատ կարևոր է այն փաստը, որ երկուսդ էլ արևմտյան դպրոցի ազդեցություն ունեք։ Էման կանոնավոր կերպով Ավստրիայում ստացել է կրթություն, չէ, Վիենայում, չէ, Վիենայում չէ։ Այո։ Իսկ դուք բարբերաբար տարբեր մշակութային իրադարձությունների միջոցառումների միջոցով փոխառնման հնարավորություն եք ունեցել, այսինքն արևմտյան մտածողության եւ արվեստին վերաբերմունքի կրողներն եք։ Բայց երկուսդ էլ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտներ եք։ Եթե համեմատենք, փորձել եք հնարավորինս։ Եթե համեմատենք կրթահամակարգերը եւ հատկապես ուղղվածությունները, որովհետև ջազային ուղղվածությունը մեզ մոտ կարծես թե առավել մակերեսային եւ զգացմունքային հարթակի վրա է։ Ժողովրդական, ազգագրական, ֆոլկլորայինը կարծես թե նայած որ գործիքին է իհարկե վերաբերում, բայց հիմքային դպրոց որպես այդպեսին չունենք, որովհետև խորհրդային դպրոցը ազգայինը ավելի փակում էր, հնարավորություն էր տալիս համընդհանուր մտածողության։ Եթե համեմատենք Այսինքն եւ փորձենք գնահատել։ Համեմատենք արևմտյան դպրոցի հետ, այսինքն երկուսդ էլ մանկավարժությամբ եք հիմա զբաղվում, տալիս եք գիտելիքներ։ Վստահ եմ, որ անպայման այդ փոխառնումից օգտվում եք, արևմտյան դպրոցի հիմունքները պարտադիր կիրառում եք։ Ինչ թերացումներ ունի մեր դպրոցը։ Արդյոք կա անհրաժեշտություն իսկապես ներառության այդ նոր մտածողության։ Ես սկսեմ, մի քիչ ջազ ասվածը այսօր աղաղաղվել է, մի քիչ ուրիշ պատկերացում է, եթե մի ժամանակ էր, որ ուղղակի մոդայի համար էին ասում ենք սիրում ենք, մենք լսում ենք ջազ, հիմա արդեն էտել է խառնվել, որտեղ չեն հասկանում, որ նա ջազը ասում են այս հայկական ջազոտ երկ, ինչ որ այսպեսի աղաղաղված սխալ մտքեր են ասում, ինչ որ մեր կոնսերվատորիային, ես հիմա այնտեղ դասավանդում եմ, այդ բաժինը կոչվում է ջազ էստրադային բաժին, իմ կարծիքով էստրադային պոպ, հա, պոպ երաժշտություն են միայն երգում եւ իրենց հետաքրքիրել չի, եթե ճիշտն ասեմ, հա, ջազ անգամ ձայնավարժություններ անելուց մի քիչ երբ որ շեղվում ես ջազային ձայնավարժությունից իրենք ասում են, որ իրենք ջազ չեն սիրում կամ դա իրենց պետք չի եւ այլն։ Բայց մի գուցե պատճառն այն է, որ չկան այդպիսի առարկաներ։ Ես հիմա այնտեղ եմ սովորել, այստեղ եմ սովորել, այստեղ ոչ մասնագիտական առարկաներն են շատ այդպես լավ։ Երաժշտական, նու քիչ թե շատ կապ ունի, պիտի իմանաս կոմպոզիտորների կյանք եւ այն փիլիսոփայություն, պատմություն, բավականին ծավալային բաներ են, որ պիտի սովորես։ Այնտեղ նվագախմբերի հետ ունես դասեր, գործիքավորում անել ես սովորում։ Գործառնական առումով։ Շատ խորացված հարմոնիա, ջազ հարմոնիա, դասական հարմոնիա, այսինքն լրիվ մասնագիտացված։ Կրթվում ես որպես կոնկրետ երաժիշտ։ Կայանում ես։ Այստեղ խնդիրներն էլ է մարդկանց ուրիշ, իրենք չեն ուզում դառնալ լավ, իրենք ուզում են ավարտեն, հա, կլիպ, տեսահոլովակ ունենան, մի քիչ այդ շատ, այսպես, ես շատ կուզենայի, որ այդ ամեն ինչը պիտի զրոյից սենց մաքրվի ու ուրիշ դպրոց լինի, կարծում եմ ունենք փայլուն երաժիշտներ, որոնք կարող են դասավանդել, որովհետև այսօր այն սերունդը, որ պիտի արդեն դպրոցն ավարտել է ու ուզում է, ես անձամբ ասում եմ, որ երբ որ տեսնում եմ իրենք ջազ են սիրում եւ ես մաքսիմալ փորձում եմ ասել, որ իրենք դրսում սովորեն։ Միգուցե վատ բան եմ անում, բայց ուղղակի շատ ափսոս են։ Ինչ եք վատ բան անում։ Հնարավորություն եք տալի վերցնելու ու գալու հետո այստեղ փոխանցելու։ Ասում եմ, օրինակ իմ տաթևիկը որոշել է, որ պիտի գնա Ավստրիա սովորելու, այս ընկերեմ, ես ուզում եմ գնամ սովորեմ, որտեղ այստեղ այնքան բալիկներ կան, որ ուզում են ջազի հետ իսկապես հասկանան դա ինչ է սովորեն։ Ես գնամ այնտեղ սովորեմ ու գամ արդեն այստեղ դասավանդեմ։ Ռեալիզացվեմ։ Ու Աստված տա, որ այդ մարդիկ շատանան, ցանկացողները
ճանաչել լավ ճիշտ երաժշտություն, ճիշտ կիրթ երաժիշտ լինել եւ ճիշտ երգչուհի, գրագետ։ Այդ դրա պակասը շատ կա։ Միանշանակ պակասը մեծ է, անպայման հիմա կանդրադառնանք այդ պակասին, մի հատ հասկանանք ինչ է կատարվում։ Ես մեր բաժնի հետ, այսինքն ժողովրդի շող երկշող նվագարանների բաժնի հետ կապված կոնկրետ դուդուկի համար խոսեմ, երևի որ շատ լավ երեխեք կան, տաղանդավոր ձգտումով երեխեք են, բայց ընդհանուր բաժնի հետ կապված ինչ կուզենայի, ես գոլեգաներին էլ եմ առաջարկել, ես էլ փորձում եմ իմ դասերի ժամանակ անցկացնեմ այդ հարևան երկրների երաժշտության մասամբ ինչ-որ որոշակի ուսումնասիրություն, ինչի համար ասեմ, որովհետև երբ որ մենք նվագում ենք, ինչ-որ խաղիկներ ենք անում, չէ, ինչ-որ բաներ ենք անում, մարդիկ ովքեր որ չգիտեն որն է թուրքականը, որը պարսկականը, որը, չգիտեմ, աֆղանականը կամ հնդկականը, այն ինչ-որ, ասենք, ուղիղ նոտա չի, խաղիկա կամ փոքրիկ տենց ինչ-որ ֆոշլագա բան է, ասում են կրկլոցա բան էս մերը չի բան, չէ, տենց պետք չի անել, մենք քառորդ նոտաներ էլ ունենք, ամեն ինչ էլ ունենք, այդ խաղիկներն էլ ունենք, ուղղակի պետք է իմանալ հարևաններին է, որպեսզի կարողանանք տարբերակենք մերը։ Օրինակ ես երբ որ չեմ ուսումնասիրել փոքր ժամանակ չգիտեի այդ ամեն ինչը ու դեռ էլ չէի շփվել, ասենք թուրքերի, ադրբեջանցիների կամ պարսիկների հետ, իմ համար դեռ հայտնի չէր որն է հայկական, այսինքն ես լսել եմ միշտ եթերով մանկուց լսել եմ իմ վարպետներին, ասենք Գևորգ Դավաղյան, Արմեն Գրիգորյան, բոլորին լսել եմ, բայց դա իմ համար քիչ է, ինչի համար, որովհետև պետք է այլընտրանք, որ կարողանաս դու ինքդ քո մեջ համոզես ու տարբերակես թե որն է ինչ եւ ինչի մասն է խոսքը։ Եվ ռիթմերի մասին կուզենայի, որ այդ ռիթմերը, որ հիմա ուղղակի ֆիքս մեր մոտ օգտագործում է 3 քառորդ, 6 8 ու 4 քառորդ, այդ 3 ռիթմը ոնց որ մենք այնքան սահմանափակ է եղել մեր բանը, որ այդ 3 ռիթմի մեջ ենք եղել ու վերջ, բայց մենք շատ գեղեցիկ, ասենք 18-ի մեջ ամենակոտրված չափը կարծում եմ հայկական չափերն են, էլի։ Կոմիտասի Կառնո շորորը 18-ի մեջ կամ, չգիտեմ, Մշոշորի մեջ հատվածներ կան, որ տարբեր չափերի մեջ են, այդ ֆանտաստիկ երաժշտություն է ուղղակի, այդ ամեն ինչը պետքա, ոնց որ ասած, նորից ներմուծել մեր իրականության մեջ։ Ամենօրյա հնչող երաժշտության մեջ, հա, իրականության մեջ, թե չէ, անդադ տաբալա դումբալա տաբալա ինքը հա լավ է, կան ստեղծագործություններ, որ շատ հաճելի են, սիրուն եմ, բայց քիչ է, էլի, մենք ավելին կարող ենք, մենք հայերս մեր մշակույթը, մեր լեզուն, ոնց որ Կոմիտասն ասում, մեր լեզուն շատ մեծ է, ու նույնն էլ մեր երաժշտությունն է, ինքը շատ լայն, շատ գեղեցիկ ու հարուստ ու կկարողանա տարբեր ռիթմերի մեջ տեղավորվի ու արտահայտվի ըստ արժանունից, էլի կարծում եմ։ Բացի նրանից, որ դուք պրոպագանդում եք այդ երաժշտությունը յուրաքանչյուրը ձեր ուղղվածության մեջ, որակը պահպանելով, կա արդյոք գրականություն։ Օրինակ, դուդուկահարների համար համապատասխան գրականություն, որը կտա կրթվածության այդ աստիճանը, այսինքն ճանաչելու մուղամը, ճանաչելու, չգիտեմ, պարսկական երանգները, ճանաչելու հայկական երանգները, կա արդյոք հիմք ինչից կարող են օգտվել երաժիշտները։ Ես չգիտեմ, կա թե չէ, ամեն դեպս ես գործառնական փորձից ելնելով եք կարողանում։ Միգուցե կա, ես չգիտեմ, բայց ես չեմ հանդիպել ամեն դեպքում։ Ես շատ կուզենայի, օրինակ, մուղամի արվեստը մեր մոտ տարածվեր, ինչի համար, որովհետև մենք մի ամբողջ մշակույթ ունենք, աշխուղական մեր մշակույթը, որի հիմքը ընկած է հենց այդ լադային համակարգը, մուղամի լադային համակարգը։ Իսկ մենք այսօր խուսափում ենք այդ ամեն ինչից, ասում ենք դա հայկական չի կամ չգիտեմ ինչ չի, բայց մենք մի ամբողջ մշակույթ ունենք դրա վրա հիմնված։ Իսկ Կոմիտասը իր ժամանակին անդրադարձել է այդ մուղամի լադերին ու տվել է իր հայկական անունները, իր կողմից մտածած, ասենք Արեգ կամ չգիտեմ ես այդքան շատ չեմ տեղակ չեմ գուցե կսխալվեմ, բայց գիտեմ, որ հաստատ անդրադարձել է ու հաստատ փորձել է հայերեն ձևակերպումներ մտցնել այդ ամեն ինչին։ Կարծում եմ, որ պետք է մենք մի քիչ ավելի այտենց հետամուտ լինենք դրան ու դա կոնկրետ հայկականացնենք, ինչի՞ չէ։ Այդքան որ մեզանից գողացել են ու հələ հայտնել չի այդ մուղամը, որ տենց ասում են, չգիտեմ, ես օրինակ գիտեմ, որ դա ինքը մշակույթ որպես պարսկական մշակույթ է, բայց ադրբեջանցիները արդեն ՅՈՒՆԵՍԿՕ-ով ընդունել են տվել, որ դա կամ հիմա թարն են ուզում ընդունել տան, բայց դա աբսուրդ է, էլի հասկանում եք, եթե իրանք կարողանում են աբսուրդի միջոցով հասնել իրենց նպատակին, ինչի մենք չհասնենք։ Մենք էլ մերին հասնենք, ոչ թե էլի ասենք, սա մերը չի, նա մերը չի, մի բան էլ ասեմ, որ այսօր Հայաստանը քանի ռեգիոն ունի, 11 ռեգիոն ունի,
11 ռեգիոններում խոսում են 11 տարբեր բարբառներով, պլյուս որ ամեն ռեգիոն ունի, չգիտեմ, քանի 100 գյուղ ու այդ ամեն մի գյուղն էլ իր առանձին տենց ոնց որ բաներն ունի, ուր մնաց որ մեր երաժշտությունը չլիներ տարբեր։ Հասկանում եք, այսինքն մենակ ասել, որ սա է հայկական ու վերջ, ոչ, մենք ունեցել ենք 10 անգամ ավելի մեծ Հայաստան, չէ՞, ու ունեցել ենք 10 անգամ ավելի մեծ մշակույթների տարբերակումներ, ասենց ասեմ, որ հա, ու այն ինչ որ մենք Եղեռնից հետո, ցեղասպանությունից հետո կորցրել ենք, թողել ենք իրանց ու եկել ենք, հիմա եթե մարդիկ կան, ովքեր որ փորձում են դա նորից ներմուծել, այս բառը, մի քիչ չգիտեմ ճիշտ եմ ասում, թե չէ, պետք չի դա արգելել ու ասել սա հայկական չի։ Պարզապես պետք է այն բացարձակ գրագիտությունը, որը կլինի համոզիչ եւ կլինի խորքային ուսումնասիրության հետևում։ Այստեղ դարձյալ գալիս ենք դպրոցի կարծես թե բացակայությանը եւ մի փոքր անտարբեր վերաբերմունքին Դա մեր մեղավորությունն էլ է, մենք էլ ենք մանկավարժ ու հենց մենք առաջին հերթին պետք է հետամոտ լինենք։ Ես չեմ ուզում ոչ մեկին ուղղակի։ Առհասարակ յուրաքանչյուր անհատ առաջին հերթին ինքն իրենից պետք է պահանջի։ Բայց քանի որ երաժշտանոցները տալիս են հնարավորություն կրթության ուղղվածության, նրանք նաև պարտավորված են ապահովելու այդ փոքրիկ եզրերը, որոնք հնարավորություն կտան համապարփակ երաժիշտ ձևավորվելու։ Այսինքն երաժշտական դպրոցից սկսած պետք է ուշադրություն դարձնել առարկաների ընտրության վրա։ Պետք է լինեն հիմնային առարկաներ, որոնք կտան հնարավորություն գրագետ երաժիշտ ձևավորվելուն։ Բայց ներեցեք, մի այսպիսի բան կա, որ կյանքում ամեն ինչ ամեն դեպքում փոխադարձ է։ Հիմա մենք միայն մեղավորությունը գցենք մի կողմի վրա չէ։ Իսկապես այն մարդիկ, ովքեր որ այսօր ընդունվում են կոնսերվատորիա, ջազ, էստրադային բաժին, որքանով ես ծանոթ եմ այդ մանկան, ես իմ կուրսն եմ հիշում, ես եւ այլն։ Նրանք չեն ունեցել այդ մեծ ցանկությունը, այդպես ջազ երաժիշտները, ինչպես գիտեն, այդպես գրագետ իմանալ, չնեմ, ջազ հարմոնիա, լադերը, ռիթմիկ այդ պատկերները, իսկապես չի եղել այդ ցանկությունը։ Օրինակ ես դասավանդում նաև Սպենդիարյանի համային երաժշտական դպրոցում, մեկ-մեկ ինձ թվում է այնտեղ շատ ավելի խորացված են անցնում ու երեխաները իրենք անգամ պահանջում են իրանց դասի, որպեսզի լրանա, որ բացակում ասում են մենք այսօր եկանք որ լրացնենք։ Այսինքն շատ ավելի պատասխանատու են, անգամ այդ գումարի համար, որ իրենց մաման, պապան վճարում, որ իրենք սովորեն։ Ու շատ զարմանալի է, որ այդ նույնը չկա կոնսերվատորիայում։ Ես կարծում եմ, այստեղ նաև տարիքային խումբը նշանակություն ունի, որովհետև որքան փոքր ես, այդքան ցանկություններդ եւ հարցերդ շատ են։ Իսկ հասունանալով, եթե այլընտրանքային կրթության հնարավորություն չի տրվում, պահանջներդ նույնպես փոքրանում են։ Այսինքն, եթե դուք չունենայիք առնչություն արևմտյան մտածողության հետ, երաժշտամտածողության հետ, միգուցե չունենայիք այս պահանջները։ Դա ես ընդհանրապես ուզում եի նկարչուհի դառնալ, չէ՞։ Անպայման նկարչության մասին էլ ենք խոսելու, որքանով կա անդրադարձ։ Ես գիտեմ, որ դուք էլ եք բժիշկ ուզեցել դառնալ։ Բժիշկ բոլորը այսօր էլ ուզում եք։ Դպրոցում ով լավ սովորում է, իր ծնողները տես ներշնչում են, որ ինքը պետքա բժիշկ դառնա։ Ես օրինակ գերազանց եմ ավարտել, չգիտեմ։ Դուք լավ ես չէ՞ սովորում։ Ինձ թվում է արդյունքից կարելի է հասկանալ, որ այո երկուստ էլ լավ եք սովորել։ Իսկ ինչպես եք դիմանում այսօրվա երաժշտարվեստի գայթակղություններին։ Ձեզանից ոչ մեկին չես տեսնի ոչ մի միջոցառմանը, որտեղ անհրաժեշտ է հագնվել համապատասխան այսօրվա նորաձևության կանոնների, կամ անհրաժեշտ է երևալ, որպեսզի ունենալ որոշակի հաջողություններ։ Ձեզանից ոչ մեկին չես տեսնի մի աշխատանքին կցված, որը կարող է դավաճանել ձեզանից յուրաքանչյուրի երաժշտական սկզբունքներին։ Դուք հացի խնդիր չունեք, որովհետև այսօր երաժշտարվեստի ներկայացուցիչների մեծ մասը իրենց միգուցե արդարացնելու կամ հնարավոր է նաև օբյեկտիվորեն իրավիճակը գնահատելով նշում են, որ այլընտրանք չկա։ Եթե ուզում ես գումար վաստակել, ուրեմն պետք է խաղաս այսօրվա էստրադային փոփ արվեստի երաժշտամտածողության կանոններով։ Դե նենց չի, որ մենք պապական տենց ոսկիներ ունենք կճուճով տունը պահած ու տենց ամսական մի հատ փոքրիկ տենց կտոր հալացնում ենք, չէ, տենց բան չկա։ Իհարկե ունենք հացի խնդիր, իհարկե աշխատում ենք, շատ ենք աշխատում, ես էլ եմ անել։ Ուղղակի կարծում եմ այդ հացի խնդիր ասելու մեկնաբանելը մի քիչ ուրիշ ձև անջում, այսինքն եթե ես ձգտում եմ, որ իմ մեքենան պետքա ամենավերջի թվականի լինի ու ես դա ասում եմ, որ հացի խնդիր է,
կամ ես ձգտում եմ, որ իմ կոշիկը, չգիտեմ, ինչ բրենդ պետք է լինի, ու դա ասում եմ, որ դա հացի խնդիր է, դա ես արդեն չեմ համարում հացի խնդիր։ Կոշիկն է, որ երջանկացնե։ Կարելի է կոշիկն էլ հագնել ճաշակով եւ մեքենան էլ ունենալ լավ հարմարավետ մեքենա եւ փոխադրամիջոց ընդամենը։ Եվ սնունդը, որ հաստատ վատ սնունդ չենք ուտում, երբեք սոված չենք մնա, որ բրենդ հագնենք կամ չգիտեմ, ինչ-որ մի հատ կլուբում թանգանոց խմիչք խմենք ու բոլորը մեզ նկարեն, ասեն Էման եւ Էմանուելը այդ կլուբում բացմանը կամ փակմանը կամ չգիտեմ ինչին եկել է, չէ, երևի թե երկուսիս համար էլ մեր կյանքի այդ ուղղակի այդքան հետաքրքիր չէ, հա, մի քիչ ուրիշ տեղ ենք, ես չեմ թերագնահատում այդ ովքեր որ անում են, թող անեն, իրանց գործն է, իրանք միգուցե այդտեղ են գտել իրանց երջանկությունը, ասենք, բարձր, մեծ բրենդի կամ չգիտեմ թանգանոց մեքենայի, ես այդտեղ չեմ գտնում ինքն էլ։ Երեք Էմանուելը ինձ պատմեց, որ ինչ որ մեկը ասել է, որ ինքնդ ինչ ինքը գիտի ամեն տեղ չի գնում իրան փաստորեն հաճախ տպավորություն անգամ լինի որ ես ինձ վերև բարձր եմ պահում եւ այլն տեղեր չեմ հաճախում անգամ այնպիսի տեղեր որ ամբողջ շոու բիզնեսի այդ մեծերը հայտնիները կան բայց ինձ պարզապես այնքան անհետաքրքիր է այդտեղ գտնվելը ես շատ ավելի մեծ հաճույքով իմ բալիկի հետ ընկերներիս հետ իմ աշակերտների հետ իմ ամուսնու հետ մեր ընկերների հետ նստենք տենց գյուղի մի հատ հաստատ շատ ավելի հետաքրքիր է իսկ ինչ աշխատանքի ջեր մտնոլորտում ես չեմ ասում որ դա մեզ վատ է այդ անողները չէ ուղղակի մի քիչ մեր հետաքրքրությունը ըստ դա գալիս է դարձյալ արևմտյան մտածողությանը ծանոթ լինելուց թե պարզապես ձեր դաստիարակությունը ընտանիքից են ինչ որ տեսնում ես հիմա մի հատ բան էլ օրինակել ասեմ անուն չեմ տալու Էման երեք եկեղեցում ա եղել ու շատ ճանաչված մի հատ երաժիշտներից մեկին չէ անունը պետք չի տալ ուղղակի շատ մեր ազգի պարծանքներից մեկին երիտասարդ հանդիպել է եկեղեցում ու ինքը շատ տենց հասարակ շատ տենց շատ սովորական էլի ոնց է սովորական մարդիկ ոնց են լինում նորմալ մարդիկ ոնց են ինքը դե Հայաստանում չի ապրում սենց ասեմ Հայաստանում չի ապրում Էման տեսել էր ու եկել էր նենց տպավորված բան ոչ թե զարմացած այսինքն այդ զարմանքը կար շատ պարտությամբ թե է բայց ինքը շատ ուրախացած էլի այդ մակարդակի աշխարհահռչակ մեր երաժիշտ մեր գոլեգան մեր ընկերը ասենք ինքը այդքան պարզ այդքան տենց հասարակ բան իսկ մարդիկ կան որ չեմ ուզում էլի Այսպիսի բան կա, որ մարդ իրենից բան է ներկայացնում, արդեն չի փնտրվում էլի, լրացնել, այո, ինքնադրսևորման կարիք չկա։ Արդեն փորձում է հագուստի միջոցով խոսքով եւ այլն։ Ուղղակի այստեղից մի վատ եզրակացության ենք գալիս, ցավալի եզրակացության ենք գալիս, որ մենք շրջապատված ենք անիրական երևույթներով։ Այսինքն այն ձևաչափը, որը ներկայացվում է, իրական արժեքների հետ որևէ կապ չունի։ Որովհետև ինքներդ նշեցիք, որ եթե կա ինքնադրսևորման հարթակ, եթե մարդը լիարժեք է իր ստեղծարարական գործի մեջ, չունի կարիքը շեշտադրման, ցուցադրման, այդ ամենը կրկնակի եւ եռակի արդեն գնահատվում է հասարակության ու կնդրի կողմից տվյալ միջավայրում համերգի ժամանակ։ Դրանից դուրս ներկայանալու, նոր կերպարով դրսևորվելու, ուշադրություն գրավելու կարիքն ու անհրաժեշտությունը չկա։ Թե ցանկացած արտիստ կարծում եմ քեզ էլ շատ լավ ծանոթ է այդ զգացողությունը ինքը ուշադրության կարիք ունի հավելյալ այսպես ասած բայց ես կոնկրետ եւ Էման մենք այսինքն այդ ուշադրության կարիքը չունենք մեր հագուստի համար կամ չգիտեմ ավելի շատ մենք ուրախանում ենք երբ որ մեր արած գործն է գնահատում եւ դա ավելի թանկ է մեզ համար քան նորոսն վայ բան։ Ես միևնույնը համարում եմ, որ իրական արվեստի գրողը դրա կարիքը չունի։ Միգուցե գիտեք ինչից էլ է, որ մենք երիտասարդ ենք, այս ամեն ինչը նոր է եղել, չէ, եղել է մի շրջան կոմունիստական, երբ որ չեն եղել այդքան գունավոր հագուստներ, այդքան, չգիտեմ, այդ ամեն ինչ ինչ որ կա։ Հիմա մեկ-մեկ տպավորություն որ այնքան են տեսել, հիմա ամեն ինչ ուզում եմ։ Ես վստահ եմ, որ այս շրջանը կանցնի։ Հիմա ամեն ինչ տեսել են, շատ ամեն ինչ փորձում են ու տպավորություն որ դարերով եկած արիստոկրատ, բայց մենք մի քիչ այդպես չի եղել, այդպես չեն դառնում հանկարծակի եւ այն։ Ինձ թվում ամեն ինչը շատ է, նոր է, ուզում են փորձեն, այդ մեկ-մեկ տենց քաղկենությանը հասնում, բայց միգուցե
կփսկեն, քիչնեն, մի քիչ կհանգստանան։ Կարծում եմ ժամանակաշրջանը դեռ նոր է ամեն ինչ։ Պարզապես կարծում եմ կրթամակարդակը փոխելով մենք կգանք դրական եւ լավ արդյունքների։ Եթե յուրաքանչյուր անհատ, յուրաքանչյուր երաժիշտ բեմ դուրս գալուց առաջ աշխատի իր վրա, աշխատի ոչ թե դիմահարդարման վրա, արսահարդարման, կոշիկների, կրունկների բարձրության եւ մնացյալի վրա, այլ աշխատի ձայն արտաբերման, ստեղծագործության հեղինակի հետ առնչություն ունենա, ծանոթանայի, աշխարհը լցնի եւ դուրս բերի։ Կներեք, որ ընդհատում եմ մեր հանդիսատեսն էլ նենց շատ հետաքրքիր հանդիսատես է մեր հայ հանդիսատեսը։ Նախ շատ տենց խիստ հանդիսատես է, ամենադժվարը նվագվում է կոնկրետ իմ համար, նվագվում է Հայաստանում։ Ես միշտ շատ մեծ տենց պատասխանատվությամբ եմ նվագում։ Որովհետև բոլորս պրոֆեսոր ենք։ Հա, բոլորս այդ լավ է, թող պրոֆեսոր լինենք։ Բայց մի հատ տենց առանձնահատկություն էլ կա, օրինակ երբեք դրսում չեմ տեսել, որ համերգից հետո որևիցե մեկ ասի, տեսակ ինչ սիրուն շորեր հագել այդ աղջիկը։ Տենց բան կյանքից մեջ ոչ մի երկրում, ոչ մի երկրի գյուղում կամ քաղաքում չեմ տեսել տենց բան։ Այստեղ քննարկում են միայն դա։ Այստեղ խոսում են արտիստի արտաքին տեսքի մասին, նոր հետո միգուցե խոսում են նրա տված երաժշտության կամ մշակույթի մասին։ Ցավալի բան նշեցիք իրականում, որովհետև ես ինքս նկատել եմ նույնիսկ առօրյայում մեկը մյուսին ընտրելիս, մեկը մյուսին պարզապես որպես ընկերները ուշադրություն դարձնելիս, անպայման շեշտում են արտաքին տվյալներն ու հագուստը եւ մնացյալ բոլոր բաղադրիչ մասերը։ Անկամ խանութ մտնելիս մեկը մյուսին ծաղրում են շատ հաճախ։ Ինչպես քեզ ռեակցիա կտա։ Հա։ Կարծում դա էլ է անցող ամեն ինչն է, բայց անդրադառնանք դարձյալ երաժշտարվեստին, համագործակցության եզրեր կարող են լինել։ Մենք որոշում ենք։ Չէ, ունենք, իհարկե ունենք։ Իդեպ նրա ստեղծագործություններն են, որոշել եմ վոկալիս, քիչ իբրև գործիք ձայնը, ձայնը իբրև գործիք օգտագործվի նրա հեղինակային ստեղծագործություններում, հուսանք որ կիրականացնենք։ Ուղղակի ուզում ենք անելուց այնց շատ լավ անենք, որովհետև այսքան ժամանակ մեր մոտ ինչ եղել է, շատ լավ ա եղել, սկսած մեր տղայից։ Կովկա։ Չէ, դե որ լավն է, լավն է։ Իսկապես պետք է ազնվորեն փաստել ու բարձրաձայնել։ Դրա համար դե երաժշտությունն էլ մեր բալիկի չափ չէ, բայց էլի մեր ստեղծածը պետքա լինի ու բնականաբար պետքա մաքսիմում աշխատանք տարվի, որ հանդիսատեսի դատին հանձնելուց առաջ ինքը արդեն մենք որ զգանք, որ գոնե արդեն մեզ բավարարում է։ Քանի որ դուք դրսևորվել եք ջազում, Էման դրսևորվում է անընդհատ ջազում, որտեվ գիտեք շատ ներողություն Սոնա ջան, բայց ես չեմ ուզում ասեմ, որ ես այն ինչ որ ես նվագում եմ, ես դա ջազ չեմ համարում։ Համենայն դեպս առնչություն կարծում եմ կա, այսինքն մտածողությանը ծանոթ եք։ Հա, ծանոթ եմ։ Որտեղ լսում է շատ ջազ։ Բայց այն ինչ որ, այսինքն իմ գիտելիքներն էլ նույնիսկ ջազի մասին բավարար չեն, որ ես համարեմ, որ ես ջազ երաժշտության մեջ ինձ կարող եմ դրսևորել, օրինակ թեկուզ իմ կնոջից, ասենք, այնքան բաներ եմ լսում սովորում ջազի հետ կապված, որ իմ մտքով չի անցել, որ ջազը այտենց, հա, ուղղակի երաժշտությունն է, որը որ ես իմ ներսից լսում եմ եւ ուզում եմ որ իմ հանդիսատեսն էլ լսի, չգիտեմ, այդ ժանրը, եթե այդքան պարտադիր է, որ պետքա նվագելուց առաջ շեշտվի, որ սա էթնո ջազա կամ սա ուղղակի world music է, այս ժանրն է, չգիտեմ։ Ինքը չեմ կարող ասել, որ ժողովրդական երաժշտություն է, չեմ կարող ասել, որ ջազա, չեմ կարող ասել, որ էստրադա է, միանշանակ էստրադա չի, բայց իմպրովիզացիոն արվեստին մոտ երաժշտությունն է հիմա, իմ երաժշտությունն է, որ ես սիրում եմ ու կան մեր քոքի, ես միշտ տենց եմ ասում, հեղինակային ստեղծագործություն։ Լավ, ուրեմն անդրադառնանք անսամբլային մտածողությանը, որովհետև Էմանուելը կարծես թե իր ողջ գիտակցական գործունեության ընթացքում առնչվում է անսամբլային մտածողության հետ։ Եթե ձեր համակցությունը աշխատանքային առումով տեղի ունենա, դուք նույնպես պետք է անսամբլային մտածողության հետ առնչվեք եւ շփվեք։ Թեպետ եղել են զուգերքեր, եթե չեմ սխալվում, մի քիչ ուրիշ դրսևորվելուց զատ, զուգերքով դրսևորվելուց զատ, եթե չեմ սխալվում, անսամբլում եք ներկայացել։ Աղջիկների ինչ որ անսամբլ կար Երգիպետական թատրոնի Հայաստանի Երգիպետական, չէ, հենց Երգիպետական թատրոնի այդ տարվա սերունդը, այդ մի քանի տարիների սերնդի, այդ մյուզիկլ ենք խաղացել, որտեղ ամեն ինչ մեկը մյուսից էր կախված, հա, այսինքն չկար մեկը, չկար անհատ, ամեն ինչ ամբողջական էր։ Այդ մեծ շատ մեծ բան է տվել եւ արդեն Ավստրիայում
երբ որ ջազային ստեղծող, ինչ որ օրինակ հիմա ամենահայտնի, հաճախ ասում են հայկական ժողովրդական երգերից Summertime երգին էինք անդրադառնում, պիտի երգչուհին կամ երգիչը երգեր օրինակ, չգիտեմ, Շեփորի պարտիան մասը, հա, երեն կամ դաշնակահարի ակորդները, այսպիսի բաներն են, այսինքն դու իբրև երգչուհի էր, բայց որպես գործիք էիր, այդ դասը տենց էր ընթանում, անսամբլ հենց այդպես է կոչվում էր այդ առարկան։ Հիմա ինձ ինչն է հետաքրքիր, հայկական երաժշտությունը մոնոդիան է, չէ, այսինքն միայն մեղեդին է, եւ հայի մտածողությունը նույնպես կարծես թե այդպիսին է, անհատականության դրսևորում է։ Կարողանում եք արդյոք այդ դժվարությունները Գիտեք, իմ համար ամենացավալի բանը հայկական երաժշտության հետ կապված է, որ ասում են, որ հայկական երաժշտությունը մոնոդիկ է։ Այս սկզբան է, այնինչ ես կարծում եմ, որ ի սկզբանե այդ ժամանակ առհասարակ բոլոր երկրների մոտ է մոնոդիկ եղել։ Միգուցե սխալվում եմ, չգիտեմ, բայց մինչև գրիգորյանական այդ խորալների ստեղծումը մենք ունեցել ենք, ասենք, Վահագնի, չգիտեմ, այդ առասպելը, չէ, դա համարվում է, որ նույնպես աշուղական արվեստ է համարում, ու դա մոնոդիկ է եղել։ Դե այդ ժամանակ չկար։ Չկար։ Դուք գիտեք որևիցե վրացական, ասենք, 5-րդ դարի կամ 4-րդ դարի, ասենք ոնց որ մեր Մաշտոցն է, ասենք 5-րդ դարի ստեղծագործություններ, շարականներ ունենք, չէ, կա վրացական, բազմաձայն, ես չգիտեմ, որ կա։ Ուսումնասիրություններ այդպիսի չեմ իրականացրել, բայց գիտեմ, որ ակադեմիական կրթության հիմքում տրված է, որ հայկական երաժշտությունը մոնոդիան է։ Այդ առումով եմ ասում։ Եվ առհասարակ կարծում եմ, մոնոդիան դնենք մի կողմ։ Հայի անհատի դրսևորումը այնպիսին է, որ անպայման շեշտադրվում է անհատը, նույնիսկ երգչախմբային արվեստում, կարծում եմ վերջին տարիներին այդ բարդույթն ու դժվարությունները հաղթահարված են, այո, բարդույթ ավելի ճիշտ է, բայց անհատը անպայման ուզում է շեշտի իր անհատականությունը, որքանով է հեշտ եւ դժվար, որովհետեւ երկուսդ էլ բնությունից վառ անհատականություններ եք։ Վայ, այնքան լավ բաներ ասեցիք։ Ես իրականությունն եմ փաստում։ Շնորհակալություն, չէ, հիմքում ընկած ամենաթանկ բաներից մեկը մեզ համար երաժշտությունը, որը ոչ լեզու է, ոչ թարգմանության կարիք ունի, ոչ եւ այլն, այդտեղ խնդիրը լավ երաժշտությունն է։ Հիմա մենք այդ խումբը ստանան մի լավ արդյունք, Աստծուց տրված հրաշք երաժշտությունը։ Հիմա այդտեղ արդեն ես համարում եմ, եթե այդ խմբակային անսամբլի ասված է, որ կապիտի երգենք այդ կամ նվագենք այդ ստեղծագործությունը լավ ստացվեց, այսինքն ինձ մոտ լավ ստացվեց։ Հիմա ինչ տարբերություն կա։ Խնդիրը այդ պիտի լինի։ Դա կա, այդպիսի խնդիր կա, այդ էր պատճառը մինչ օրս որ ֆուտբոլի թիմը նոր է լինում, որտեղ բոլորս անհատներ ենք, եւ լավ է, եւ բայց այդ միասնական բանը շատ կարեւոր է։ Մենք էլ կփորձենք հաղթահարել այն համագործակցությունը, որ ուզում ենք անել, առավել եւս այդպիսի բան չկա։ Ես երևի ավելի երկրորդական վոկալը լիներ, չնայած միշտ երգչուհին կանգնած այդպես երաժիշտները նվագում են, ամբողջ ծանր գործն անում են, կիրթ սովրած, վերջում ծափարում են երգչուն կամ երգիչին։ Այստեղ որպես գործիք ավելի երկրորդական դերը հատկացված է լինել։ Առհասարակ այդ կազմում կներես եմ ջան, բոլորն են անհատներ որպես երաժիշտ այդ խմբի մեջ, այսինքն բոլորն էլ պրոֆեսիոնալ եւ կայացած եւ լուրջ երաժիշտներ են, բայց այնտեղ ոչ մեկ չի ներկայանում որպես անհատ։ Այս պրոյեկտը ներկայանում որպես մի գույն, մի բան, որպես մի նոր անուն, մի նոր երաժշտություն։ Ինքը Էմանուել չի կամ Էմա չի կամ Պողոս Պետրոս Մարտիրոս չի։ Ինքը մի հատ ուրիշ գույն է, որ այդ բոլորի համատեղ աշխատանքն է։ Դրա համար եմ ասում, որ լինելով անհատներ, ընտրվել են նենց մարդիկ, ովքեր որ պետքա համել որպես թիմ ներկայանալ, որպես բոլորս միասին մի գույն ներկայացնենք։ Դա է խնդիրը, մեր առջև դրված խնդիրը դա է։ Եվ չեմ կարծում, որ մեկս այդ բարդույթը ունի, որ ինքը կուզենա, սոլոներ բոլորն են ունենալու, ներկայանալու են որպես երաժիշտներ կամ երգչուհի, բայց վերջին հաշվով ինքը մի գույն է, մի հոգի է, այդտեղ 5 կամ 6 հոգի չեն առանձին։ Վստահ եմ, որ հաջողելու է այդ աշխատանքը եւ ունկնդրի քիմքը նույնպես հաջողանալու է այդ երաժշտությամբ, բայց քանի որ սոլոներից, մենանվագերից խոսեցիք, ուզեմ դուդուկի մենանվագ հասկացության անդրադառնալ, օրինակ երգեցողությունը տալիս է հնարավորություն մեծ բեմում ներկայանալու։
Չէ, տեխնիկական հնարավորությունները տալիս են հնարավորություն նվագախմբերի հետ ելույթ ունենալու, տարբեր տեսակի ժանրերում արտահայտվելու եւ հասանելի եւ մատչելի լինելու հասարակությանը։ Դուդուկի համար կարծես թե ստեղծված են ավելի կամերային ստեղծագործություններ, որոնք առավել փոքր բեմերի համար են, առավել փոքր կազմերի համար են։ Թեպետ սեպտեմբերի 21-ին եւ պարզվեց արդեն 1 տարի առաջ սիմֆոնիկ նվագախմբի հետ որպես մենակատար ներկայանալու հնարավորություն եք ունեցել։ Ըստ ձեզ այսօրվա դուդուկի մտածողությունը, դուդուկահարի մտածողությունը լայնացնելու համար կա անհրաժեշտություն կոմպոզիտորական դպրոցի լուրջ միջամտության։ Պետք է արդյոք երիտասարդ կոմպոզիտորները ստեղծեն աշխատանքներ, որոնք առավել լայն հնարավորություններ կտան այս գործիքի դրսևորմանը։ Շնորհակալություն հարցի համար։ Մի շատ լավ ընկեր ունենք, երևի քո ընկերն էլ է, Արտուր Ավանեսով։ Չգիտեմ ինչքան հաճախ եմ իրան տեսնում, բայց ամեն անգամ տեսնելուց ասում եմ ինչ եղավ։ Ինքնից խոստացել է։ Չէ, կան կոմպոզիտորներ, կան իհարկե Արտուրին ես շատ հավանում եմ որպես կոմպոզիտոր, կուզենայի նաև իր գրած ստեղծագործություններից նվագել, բայց կան կոմպոզիտորներ շատ սիրելի կոմպոզիտորներ ինձ համար, Բաչե Շարաֆյան, Դավիթ Հալաջյան, Ալթունյան, Ռուբիկ Ալթունյան, ունեն ստեղծագործություններ մեծ կազմերի համար գրված եւ ես բազմիցս կատարել եմ, իմ վարպետն է կատարել եւ էլի ուրիշ դուդուկահարներ կատարել են հենց որ այդ մի քանի օր առաջվա կամ այդ մի տարի միակ բանը չի, ելույթը չի, ես բազմիցս ելույթ եմ ունենում արտասահմանում մեծ կազմերի հետ, կամերային սիմֆոնիկ նվագախմբերի հետ եւ ասեմ որ բավականին հաջող է ստացվում ու շատ տպավորիչ է դուդուկը հնչում մեծ կազմերի հետ, ինքը կարողանում է իր խոսքը բարձրաձայնի դուդուկը, ինքը փուճուրիկ տենց չէ, փայտի կտոր, բայց բավականին ճստիկ է, բայց պստիկ է։ Իսկ այն, որ փորձում են որոշակիորեն հարմարեցնել այսօրվա արագությանը, այսօրվա մտածողությանը, այսինքն գործիքը տեխնիկապես հարմարեցնել, որպեսզի ավելի լայն լինի նրա հնչողությունը։ Դուք համաձայն եք արդյոք այդ գործընթացի հետ։ Այսինքն գործիքի զարգացման։ Ցանկացած նոր բանը ողջունում եմ, ցանկացած միջամտություն, որը որ պետք է հետագայում նպաստի մեր ավելի բարեկեցության, ես ողջունում եմ, բայց իմ սուբյեկտիվ կարծիքն է, որ դուդուկը ինքը հենց իր այդ փոքրությամբ ու չգիտեմ, ոնց ասեմ, որ ավելի ճիշտ լինի, որ ինչ-որ մեկին չնեղացնեմ հանկարծ, որովհետև շատ գնահատում եմ այն գործը, որ մարդիկ անում են։ Ես էլ մասամբ ունեմ արած որոշ աշխատանքներ, փոփոխություններ դուդուկի հետ կապված, բայց ավելացումներ այդ գործիքին մի քիչ ես չեմ օգտագործում։ Չեմ ասում դեմ եմ, չեմ ասում կողմ եմ, չեմ ասում ոչ ման, ես չեմ օգտագործում։ Ինձ համար ավելի հաճելի է մեր ավանդական դուդուկը հնարավորինս պրոֆեսիոնալիզմի հաշվին, հնարավորինս մաքսիմում օգտագործել հնարավորությունները, հոգին հանել դուդուկի մեջից ու տալ հանդիսատեսին, քան, չգիտեմ, որոշակի փոփոխությունների ենթարկել։ Ես համ ավանդապաշտ եմ էությամբ, համ էլ շատ նոր բաներ սիրող եւ առաջադեմ, բայց այդ հարցում մի քիչ շատ էգոիստաբար եմ միգուցե մոտենում, չգիտեմ, միգուցե սխալվում եմ, բայց իմ համար ինքը հենց դրանով է սիրում։ Այդ պարզության մեջ։ Իր այդ պարզության, այդ պարզության ու այդ ոնց որ մեր կոմիտասի չէ, այդ շատ հատորների մեջ ուղղակի պարզ երաժշտությունն է գրած ու դու լսում ես այդ երաժշտությունը կամ թեկուզ հասարակ օրորը կոմիտասի ընդամենը ակորդներ են, չէ, բայց այնքան խորություն կա այդ պարզության մեջ, այնքան ասելիք կա, ու նույնն էլ կարծում եմ դուդուկի չեմ ուզում կոմիտասի համեմատեմ, բայց հետաքրքիր բան նշեցիք, կարծում եմ, որ եթե դասական երաժշտությանն էլ անդրադառնանք, այն հիմքը, որը դրվել է, այն դասականները, որոնք մնայուն են եւ առ այսօր հնչում են եւ բոլորս ունենք իրենց կարիքը, իրականում շատ հաճախ հենց այդ պարզ երաժշտության ջատագովներն են։ Մեր Արամ Խաչատրյանը։ Այո, եւ այսօր այն բոլոր հնարքները, որոնք փորձվում են օգտագործել, միգուցե այլ սերնդների կարողանան ծառայել եւ նրանց մտածողությունը լինի առավել արագ եւ դա լինի իրենց համար էլ արդեն դասական եւ հասկանալի եւ պարզ, բայց ամեն դեպքում ես ձեզ հետ համաձայն եմ։
Ես կուզեմ շատ կարճ անդրադառնանք նկարչական արվեստին, որքանով եք այսօր նկարչությամբ զբաղվում եւ արդյոք երաժշտությունն ու նկարչությունը զուգորդում եք, այսինքն նկարելիս երաժշտություն հնչում է, արտաբերում եք այդ երաժշտությունը։ Օրեր առաջ երբ տանը Մոլբերտս տեսա ու հասկացա, որ ես ասեն տարիներ է ինչ չեմ վերցրել ոչ մատից, ոչ մի բան, բայց կարծում եմ Անրիի հետ, մեր բալիկի հետ այդ ամեն ինչը, որտեղ ես արդեն իր համար գնել եմ, վրցիններ, բաներ եմ գնել, պատվիրել եմ, ինչ-որ հետաքրքիր նկարելու բաներ, այդ ամեն ինչը ինձ թվում է կվերականգնվի եւ նոր շնչով կծնվի։ Անսահման շնորհակալ եմ, հաջողություններ եմ մաղթում։ Ձեզ շատ շնորհակալ, հաճելի հարցազրույց։ Կանանչ եթեր։ Միշտ։ Անսահման շնորհակալ եմ, վստահ եմ, որ առիթներ լինելու են շատ եւ հանդիպումների տաղավարում եւ հանդիպումների բեմում։ Բայց ունենք ձևավորված ավանդական հարց եւ եզրափակենք հաղորդում այդ հարցով։ Ես եմ ասելով ինչ եք հասկանում։ Ես եմ Հայաստանի, ես մեջ եմ կա առաջին ասեմ, ես այդ իմ երկիրն եմ, ես իմ ընտանիքն եմ, ես իմ աշխատանքն եմ, ես այդ պատասխանատվությունն է իմ բալիկների, որոնց հետ վարապում եմ ում հետ, այդ բալիկների ես շատ եմ համարում, երբ որ ինչ-որ մեծ խնդիր է իմ երկրում, այդ ես եմ մեղավոր։ Ես շատ կուզենամ, որ բոլորն էլ այդպես ասեն, որ այդ ես եմ, այդ ժամանակ ամեն ինչ կփրկվի, որտեվ միայն քաղաքականությունը, իդեպ ամենաչսիրածս այդ անհետաքրքիր մասն է, փնովել դրանով ոչինչ չի լինում, որտեվ այդ ես եմ։ Դրսի համար այդ քաղաքականությունը, այսինքն մենք ինչ ցանես, երբ որ կարողանանք այդպես ընդունել, կարծում եմ ամեն ինչ այլ կերպ կլինի։ Հիմա դու։ Երկրորդ համաձայն եմ իր հետ, ուղղակի այդ հերթականությունը առաջին հերթին ընտանիք թե հայրենիք չեմ կարող, ոչ թե չեմ կարող, ուղղակի հայրենիքը հենց ընտանիքից է սկսվում, ընտանիքն էլ հենց հայրենիքն է ու եթե դու որպես անհատ, այսինքն ես ինձ չեմ ներկայացնում ճիշտ, այդ արդեն իմ հայրենիքն էլ այդտեղ հայտարարակ լինում, կոպիտ ասած, իմ ընտանիքն էլ, իմ ընկերներն էլ, իմ դասատուներն էլ, իմ աշակերտներն էլ եւ այդ ամեն ինչ, այսինքն ես եմ իմ հայ ժողովուրդը, իմ ընտանիքը։ Կեցեք։ Շնորհակալ եմ։ Ձեզ էլ անչափ։ Հարգելի հեռուստադիտող, շնորհակալություն նաև ձեզ, վստահ եմ, որ լուսավորվեցիք, ոգեշնչվեցիք, որ ունենք այսքան պարզ առաջադեմ, բայց դրա հետ մեկտեղ ավանդույթներին ծառայող երիտասարդներ, ովքեր բարձր են պահում մեր պատիվը ոչ միայն մեր երկրում, իրենց աշխատանքով, իրենց մտածողությամբ, իրենց լեզվով, իրենց հայեցի խոսքով, այլ նաև արտերկրում եւ բազմաթիվ մեծ ու նշանավոր հարթակներում։ Հանդիպելու ենք վաղը 18:45-ին դարձյալ ասելու բարև, ես եմ։